Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ողջույն Սվետլանա, գծի վրա եք դուք արդեն, մինչև հաղորդումը սկսելը ուրախալի լուր հայտնեցիր, որի համար ես ուրախացա, դա քո արյան անալիզի պատասխանն էր այսօր։ Վաղը գնում ես Հայաստան 23 դեկտեմբերի, այսօր 22-ն է, այո, բայց մենք այսօր կխոսանք ինչ արյան պատասխան էր, որին դու սպասում էիր և ինչու այդ ուրախացրեց քեզ, հետո ես որ տեսա տվյալները ինձ էլ ուրախացրեց և դու հայտարարություն արեցիր, որ վերջապես ես ազատվեցի քաղցկեղից, որը երկար տարիներ քեզ հետապնդում էր, որի բուժման վրա դու անցկացրել ես մեթոդներ 2 տարի 3 ամիս ժամանակ 2 տարի 3 ամիս քաղցկեղի դեմ ես պայքարել, բայց այդ մասին ասենք որոշ տվյալներ ունեինք, բայց քո հաղորդումները վարելուց, քո գրածներից այդ բանը չէր երևում, որ դու գտնվում ես քաղցկեղի ճիրաններում։ Հիմա արդեն հայտարարեցիր, որ ազատագրվել ես, որովհետև անալիզները ցույց են տալիս 0-0-0, այսպես ասեք, ոչինչ չկա, արդեն մաս մաքուր է։ Այո։ Հիմա մեզ կհետաքրքրի մեր դիտողներին, այս ինչ պատմություն։ Ուրեմն 2 տարի 3 ամիս առաջ, այսինքն 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, մինչև սեպտեմբերը ես շատ վատ էի զգում, հունվար ամսից սկսել էի վատս գալ, 2009 թվի հունվար ամսից, այսինքն ցավեր ունեի, ահավոր ձախ կողմի վրա, աճուկներիս մասում ցավեր ունեի, շատ հոգնածություն էի զգում, գլխապտույտներ ունեի և այլն։ Մտածեցի, որ գնամ ստուգման, գնացի ստուգման գինեկոլոգի մոտ, գինեկոլոգը ստուգեց և միանգամից ասեց, որ քաղցկեղ է նկատվում, անմիջապես պետք է արյուն տաս և գնաս սկաներային ֆոտո հանձնես։ Նույն օր գնացի արյան անալիզի, քանի որ Բելգիայում առաջինը հենց քաղցկեղը ստուգվում է արյունով։ Արյունը տալիս են արյան մեջ կոչվում է օնկոգեն մերկր, այսինքն օնկոգեն բաները ստուգում են արյունով և արյունը ցույց է տալի անմիջապես քաղցկեղ ունի մարդը թե չունի, քանի տոկոս քաղցկեղ ունի։ Իհարկե արյունը ցույց չի տալի, թե այդ քաղցկեղը որտեղ է գտնվում, ինչ չափերի է, դա կատարում է սկաները։ Բայց արյունը ցույց է տալի, թե մարդը ինչ քաղցկեղ ունի և այդ քաղցկեղը ինչ չափերի է հասնում, քանի տոկոս է իր մոտ այդ բանը։ Եվ մետաստազներ կան, թե չկան, դա էլ են ստուգում արյունով։ Մի խոսքով արյուն տվեցի, հետո գնացի սկաներային ֆոտո հաջորդ օրը արեցին ու սկաներային ֆոտոն ցույց տվեց, որ ունեմ ձախ կողմը դեպի ողնաշարի մասում ընկած այդ տարածքում, այսինքն ողնաշարի ներքևի մասում, այսպես ասեմ, փորիս մեջ դեպի ողնաշար, որտեղից անցնում են 2 կենտրոնական արյունատար անոթները, աորտա է կոչվում, այդ աորտայի մոտ ավշային գեղձերը մեծացած են և հենց այդ քաղցկեղը տեղ է։ Ինձ 2 օր հետո, այդ ստուգումից սկաներից 2 օր հետո անմիջապես բիոպսիա արեցին։ Պունկցիա, ինչպես են ասում հայերեն։ Բիոպսիա, այդ տերմինը կտորը, այսինքն բիոպսիան, այսինքն որ կտոր են հանում միջից։ Կտոր են հանում, որ ուսումնասիրեն են չարորակ թե բարորակ։ Այո, կտոր են հանում, որ ուսումնասիրեն չարորակ ուռուցքա թե բարորակ ուռուցքա։ Չնայած բժիշկը միանգամից ասեց դա չարորակ է, որովհետև տեսնում ենք նաև կոնքիտ մասում, նաև ոտքերի հաստատ ազդրերի մասում, այո, ու ողնաշարի մասում այդ մի հատը չի, նաև վերևները կան։ Այսինքն տարածվել է արդեն։ Տարածված է, ձախ կողմում տարածված է դա։ Ու անմիջապես նախ կմախքս սկաներ արեցին, որ տեսնեն մտել է իմ կմախքի մեջ, ոսկորների մեջ, թե չէ, դա մաքուր էր լրիվ։ Հետո ուրեմն բիոպսիա արեցին, այդ 2 կտորները հանեցին, ես մի օր պառկեցի հոսպիտալ, կտորները հանեցին, ուղարկեցին ստուգման։ Մեզ մոտ կողքը մեծ քաղաք կա, այդ քաղաքի կլինիկայում արեցին այդ ամեն ինչը։ Պատասխանը ուրեմն ես չսպասեցի պատասխանին։
Որովհետև երբ որ կտորները հանեցին, առանց լաբորատոր ստուգման բժիշկը արդեն ասաց, որ իմ այս կտորները հանելուն սկաների տակ ինձ հետ աշխատում էր չինացի, ազգությամբ չինացի մի բժիշկ, տղամարդ, ինքը հանեց այդ կտորները ու իր կարծիքն էր այդ, որ կասկածում էր, որ դա իրոք չարորակ է, բայց ինքը որտեղ սկաներով տեսավ ինքը ամբողջ իմ մեջը, մարմինը օրգանիզմը ու ինքը ասեց ես կարծում եմ որ չարորակ է բայց ճիշտ պատասխանը կտա լաբորատոր ստուգումը այդ ասեց նաև օնկոլոգը գինեկոլոգը կներեք գինեկոլոգն ասեց ես արդեն այդ բաներից անհանգստացած այդ չսպասեցի որ լաբորատոր պատասխանը ստանամ Միանգամից հանկարծ հիշեցի, որ ուրեմն 2008 թվականին հենց ինտերնետով, այդ կամպյուտերով կարդացել եմ հայկական թերթերը ու նրանցից մի քանիսի մեջ հատուկ հոդված կար սիսեռաբուժության մասին։ Ես անգամ չէի հիշում, թե սիսեռաբուժության այս մասին այդ լուրը տարածողը, որ սիսեռով ինչպես է բուժվում ռակը, ով էր, այդ մարդու անունը նույնիսկ չէի հիշում, Ջորջ Աշխարհի։ Անմիջապես նամակներ գրեցի մեր հայկական տարբեր թերթերին ինտերնետով, որ խնդրում եմ ինձ շատ անհրաժեշտ է ինձ այն մարդու անունը, ով զբաղվում է սիսեռաբուժությամբ, խնդրում եմ ինձ իմեյլ տրամադրեք նրա հեռախոսի համար բայց բժշկությունը ինչ ասեց այդ որ գտավ քաղցկեղակ եւ ինչ եղավ գտավ բա հետո չէ ես հիմա կասեմ պարոն Քեմիջան ուրեմն ես հերթականությամբ եմ էլի ուզում գամ ես գտա ի վերջո շատ նամակներ գրեցի երկու թերթից պատասխան ստացա ժամանակ թերթից եւ հայոց աշխարհ թերթից պատասխան ստացա անմիջապես մի քանի ժամ հետո որ այդ անձնավորության անունը ֆիզիկոսի անունը Ջորջ Աշխարհի ապրում է Նյու Յորքում բայց մենք նրա հեռախոսը եւ իմեյլը չունենք ես սկսեցի ինտերնետով ման գալ ինտերնետով ման եկանք ամբողջ գիշեր լուսադեմին հանկարծ աղջիկս կապ հաստատեց Ջորջ Աշխարհի հետ, որը այդ ժամանակ գտնվում էր Պոլշայում, Լեհաստանում էր գտնվում։ Եկել էր հենց այդ սիսեռաբուժության հարցով իրան հրավիրել էին։ Սիսեռաբուժության հարցով, որպեսզի խոսել, ելույթ ունենալ, ծանոթացնել մարդկանց այդ մեթոդին։ Մենք անմիջապես ինքնաթիռի տոմս առան գնացինք այնտեղ։ Գնացինք Պոլշա, Ջորջ Աշխարհի հետ ծանոթացա, մի անգամից նա ին ձախ ոտքին տեղադրեց այդ սիսեռահատիկը։ Ու մենք հետ վերադարձանք։ Մի քանի օրից հետ վերադարձանք արդեն բժշկի մոտ եկանք բժիշկը ասեց որ ես ունեմ քո վերջնական պատասխանը կեսօրվան արի ինձ մոտ դա 2009 թվականի արդեն 2009 թվականի հոկտեմբերի 19-ն էր Սվետլանա հոկտեմբերի 19-ին բայց մի հատ հարց չէ որ բժշկությունը քեզ պետք է առաջարկեր բուժման մեթոդ կամ ձեր կյանքի տևողության Չէ, սկզբից պետք է իրանք ստուգեին, չէ, այդ կտորները մամում, լաբորատոր ստուգում ասեցին հետո Ես արդեն Պոլշայի գնացել։ Դա եմ ասում, հոկտեմբերի 19-ին արդեն լաբորատոր ստուգումը եղել էր եւ թվով 13 բժիշկ, ես այդ բոլոր դոկումենտներն ունեմ։ Այդ կլինիկայի թվով 13 բժիշկներ, օնկոլոգներ, գինեկոլոգներ եւ այլն տարբեր մասնագիտության բժիշկ թվով 13, ինչպես ասացի, արդեն գրավոր պատասխանը տվել էին ինձ, լաբորատոր ստուգման այդ բժիշկներ տվել։ Ես գնացի գինեկոլոգի մոտ, որ ստանամ այդ պատասխանը, ու ինքը ինձ ասեց, որ շատ վատ պատասխան ունեմ դուք չարորակ ուռուցք ունեք տարածված մետաստազներով 4-րդ ստադիայի քաղցկեղ ունեք դուք դե այստեղ ամեն ինչը պարզ միանգամից ասում են առանց այս կողմեն կողմի ու ասեց որ դուք երբեք չեք լավանալու դուք ունեք ապրելու 3 ամիս կյանք բայց որպեսզի ձեր կյանքը երկարացվի մենք շտապ կերպով հենց հաջորդ շաբաթ այդ օրը 5 շաբթի էր եթե չեմ սխալվում ասեց հենց 2 շաբթի օր դու պետք է գնաս օնկոլոգի մոտ ուռուցքաբանի մոտ մեր ուռուցքաբանի հետ խոսես նա արդեն գիտի քո խնդրի մասին եւ ինքը օր պիտի նշանակի հենց հաջորդ շաբաթ սկսես քիմիան ասեց ես հարցրեցի ասի դուք ունեք բուժման մեթոդ քիմիաթերապիայով դուք կարող եք բուժել ինձ ասեց ոչ քեզ բուժում չկա ասեց ընդհանրապես քաղցկեղի բուժում գոյություն չունի մենք քիմիայով ընդամենը երկարացնում ենք մարդկանց կյանքը
Ասեց ես կարող եմ խոստանալ քեզ, որ քիմիայով կարող են քո կյանքը երկարացնել 1 տարի, ամենաշատը 1 տարի ու կես, բայց դու չես բուժվի երբեք։ Մի վարքյան հենց հիմա այս մեր խոսակցությունը, որ գրածում է, Անդրանիկ Թագակչյանն է կանչում։ Ես միացնեմ, բայց պետք է իրար զգուշացնեմ, որ Անդրանիկ Բարև ձեզ, բարև բոլոր։ Մի րոպե լսի մենակից, հաղորդում է գնում հենց հիմա Սվետլանայի հետ, Սվետլանայի արյան պատասխան էր ստացել քաղցկեղի դեմ, որ ինչ արդյունք է ստացվել, հիմա ես իրեն հանրությանը ներկայացնում եմ, որ պատմի ես ինչ պատմություն է, որովհետև այսօր ինքը շատ ուրախ էր, վաղը գնում է Հայաստան, բայց ինքը գրեց, որ ասում եմ գրեց, պատմում այն ինչ որ իր հետ կատարվել է։ Հիմա դու այդ պահին միացար։ Հիմա դու հաղորդման մեջ ես։ Ես կարող եմ քեզ ներկայացնել, թե դուրս կգնաս հաղորդումից։ Ինքդ ընտրիր։ Չէ, ես հետո կմիանամ հաղորդմանը։ Շատ լավ։ Դու հետո կմիանաս հաղորդմանը։ Քո մասին առանձին կխոսենք, ես չեմ ներկայացնում հանրությանը, թե քո հետ ինչ է պատահել։ Ուրեմն դու Այո, առայժմ չէ։ Հաղորդման մեջ որպես լսող։ Ուրեմն դու մնա միկրոֆոնը տանջատի ու լսի։ Սվետլանա շարունակի։ Այո։ Ուրեմն 2009 թվականի հոկտեմբերի 19-ին ես ստացա վերջնական պատասխանը։ Ինչպես ասեցի, պատասխանի տակ ստորագրել էին 13 բժիշկներ։ Ու ինձ բժիշկը պարտադրեց եմ ասում ինչի համար, որովհետև ես մի անգամից հրաժարվեցի քիմիոթերապիայից, որովհետև ինչպես Ջորջ Աշկարն էր ասել ու ես լսել էի, եթե քիմիոթերապիայի ես դիմում, սիսեռաբուժությունը արդեն սիսեռաբուժության ոնց ասած օգուտը, այսպես ասած, արդյունավետությունը դառնում է 50%։ Հա։ Ես բժշկին ասեցի, որ ես իհարկե երբ որ բժիշկը հայտնեց դա, պետք է ասեմ, ամուսինս ահավոր վիճակի մեջ էր, նա լաց էր ելնում, բարձր, նույնը աղջիկս, մենք արդեն ահավոր վիճակ էր դա, ստրես էր ահավոր, ես ասեցի, որ ես հրաժարվում եմ քիմիոթերապիայից, բժիշկը ես դրեց խենթի տեղ, բժիշկը միանգամից բարկացավ ու ասեց, որ տիկին հասկացեք, ձեր վիճակը շատ վատ է, դուք պետք է անմիջապես քիմի անեք, հակառակ դեպքում դուք մաքսիմում ունեք 3 ամսվա կյանք։ Մի օր ասեց, կանցնի հիմա սրանից հետո արդեն ձեր թոքերի մեջ, որտեղ մենք կարծում ենք արդեն ձեր թոքերի մեջ կան մետաստազներ, որտեղ մենք նույնիսկ լյարդի վրա ենք նկատել այսպես ինչ որ բան, բայց դա հաստատ չգիտենք, մետաստազ է լյարդի վրա, թե ոչ, կարծում ենք դա մետաստազ է, մեր օնկոլոգն է կարծում, որ դա մետաստազ է, նրանից հետո անցնելու է թոքերը և կարճ շնչառություն կունենաք մի օր գիշեր ու կմահանաք միանգամից։ Այդ ձև դուք կարաք ապրեք 3 ամիս։ Իսկ ձեր այդ բուսաբուժությունը ձեզ երբեք չի օգնի։ Ես ասացի, որ ես ընտրում եմ բուսաբուժությունը։ Ինքը ասեց, ոչ բուսաբուժություն չի օգնի քեզ։ Ասեցի, դուք ինձ 1%-ի հույս տալիս եք, որ ես 1% հույս ունենամ, որ կարող եմ ապրել քիմիոթերապիայից հետո։ Ասեց, ոչ, աշխարհում ռակի բուժման ոչ մի մեթոդ գոյություն չունի։ Քիմիոթերապիան մենք տալիս ենք միայն կյանքը երկարացնելու համար։ Նույնիսկ քիմիայով, երբ որ ռակը վերանում է մարմնից, մենք այդ հիվանդներին էլ չենք համարում, որ նրանք լավացած են։ Նրանց համար դա հիվանդն ասում, ես լավացել եմ ասում, մենք ասում ենք, որ ռակից ազատված մարմին, բայց դա չի համարվում լավացած, դա կարող է ամիսներ հետո նորից հետ գա։ Կարող է տարիներ հետո հետ գա։ 5 տարի հետո ենթադրենք։ Ու ինքը ասեց, անպայման պետքա քիմիան արվի։ Ասացի, ոչ, ես չեմ ուզում, խնդրում եմ իմ փաստաթղթերը տաք ինձ։ Տիկին, դուք պետք է հասկանաք ինձ ստիպում, ասացի, ես ոչինչ չեմ ուզում հասկանալ։ Ես ընտրել եմ բուսաբուժությունը եւ իմ փաստաթղթերը հանձնեք ինձ անմիջապես։ Այո, ասեց, ես կհանձնեմ փաստաթղթերը, բայց ես հենց հիմա զանգահարում եմ օնկոլոգին եւ օր եմ վերցնելու ձեր համար։ Զանգեց, օրը վերցրեց, երկուշաբթի օրը, կեսօրին ժամը 1-ին, ես պետք է գնամ օնկոլոգի մոտ։ Օրը վերցրեց, տվեց ինձ, ասի, շնորհակալություն, ես օնկոլոգի մոտ չեմ գալիս։
Ես հրաժարվում եմ գալ, որովհետև ճիշտ է, ես ահավոր ստրեսների մեջ էի, բայց ես հաստատապես էի ընտրել սիսեռաբուժությունը, ես չափից դուրս հավատում էի, ես չգիտեմ ինչի համար էի հավատում, բայց չափից դուրս իմ ներքինը, իմ հոգով, ես ավելի շատ հավատում էի սիսեռաբուժությանը, քան թե բժիշկների այդ քիմիային, ես գիտեի, որ քիմիան վերջն է արդեն, վերջն է քիմիան։ Ներողություն Սվետլանա, դու ասում ես հավատում էի, բժիշկը ասեց, որ 1% հույս էլ չկա։ Այո, բժիշկը ասեց 1% հույս չկա, կներեք, ես իրեն ասացի, էլի ասեցի, դուք ասում եք, դուք ինձ 1% հույս չեք տալիս, ասի, իսկ սիսեռաբուժությունը 1% հույս տվեք, ես կհավատամ, եթե չեք տալիս, ասեցի, ես իրեն ասի սիսեռաբուժությունը ինձ տալիս է 100% հույս, 100%, բայց եթե ես 100% մի կողմ դնեմ, 1% հույսը լինի սիսեռաբուժությունից, ես ընտրում եմ այդ 1%-ը, ինքը ասեց դուք բանով այդ բուսաբուժությամբ չունեք անգամ 1% հույս, դուք անմիջապես կմահանաք, դա ոչ մի արդյունք չի տա, նման բան չկա աշխարհում, ասեցի եղավ ասի, իմ ընտրությունը դա է, ես օնկոլոգի մոտ չեմ գալու, ասի, թեկուզ դուք ով վերցրիք, ես չեմ գալու, պարզ ասում եմ, ինքը տվեց իմ փաստաթղթերը, ես դուրս եկա ու իրոք էլ չգնացի օնկոլոգի մոտ երկուշաբթի, փաստաթղթերս վերցրեցի, որպեսզի ավելի հաստատ ինքը այս գինեկոլոգը իմ հետևից զանգահարել էր իմ ընտանեկան բժշկին եւ իրան ասել էր, որ իր անալիզների պատասխանը սա է 4-րդ ստադիայի քաղցկեղ ունի եւ ինքը հրաժարվում է բուժօգնությունից։ Ինքը ընտրել է ինչ-որ բուսաբուժության մեթոդ, դա նրան չի օգնելու, նա ունի 3 ամսվա կյանք։ Այս նույն բանը նա ասել էր իմ ընտանեկան բժշկին։ Ես գնացի ընտանեկան բժշկի մոտ, բժիշկը շատ վախեցած անհանգստացած էր, ինքը ինձ ասեց, ես չգիտեմ հիմա ինչ անեմ, տուր փաստաթղթերը նայեմ, ես տվեցի նա նայեց փաստաթղթերը, ասեցի ես ուզում եմ գնալ մեծ կլինիկա, ավելի մեծ քաղաքի կլինիկա, պրոֆեսորների մոտ ստուգման, ինքը ասեց շատ ճիշտ ես անում։ Ու մենք իմ բժիշկը ընտանեկան զանգահարեց Բելգիայի ամենամեծ կոչվում է ունիվերսիտետ կլինիկա, թագավորական հիվանդանոցը, դա գտնվում է Լյուվեն քաղաքում Բելգիայի, կոչվում է Գասթհոյզբերգ, այդ կլինիկայի անունն է, որտեղ բուժում է Բելգիայի թագավորական ընտանիքը միշտ։ Ու հագեցած առաջնակարգ ապարատուրաներով, պրոֆեսորներով, առաջնակարգ, որոնք հայտնի են ամբողջ Եվրոպայում։ Այդտեղ գալիս են ամբողջ աշխարհից բուժման մարդիկ տարբեր հիվանդություններով։ Անպատմելի ահռելի մեծ կլինիկա է դա։ Ես գնացի այնտեղ գինեկոլոգ օնկոլոգ պրոֆեսորի մոտ, որի անունը Կարին Լյունենի մոտ գնացի, ինքը ինձ ստուգեց, անմիջապես պետ սկաներ արեցին ինձ, պետ սկաները ցույց տվեց, որ ողնաշարիս մոտ գտնվող այդ լիմֆոգեղձը, որ կա ավշային հանգույցի ուռուցքը կազմում է իր մեծությամբ 4.6 սանտիմետր, ոչ թե միլիմետր։ Ուրեմն նրան կպած, այսպես էր, նրան կպած այսպես մի քիչ թեքությամբ ու ներքև, երկրորդներ 3.2 սանտիմետր մեծություն ուներ դա։ Երկրորդը կային 2 հատ կոնքիս մեջ դեպի ներսի կողմը այդ էլի ավշային հանգույցները 2 հատ եւ կար իմ ազդրի մեջ 1 հատ իսկ իրանք նորից այդ պրոֆեսորը նորից տեսել էր, որ իմ լիարդի վրա իրոք ինչ-որ այսպես հետք կա, ինքն էլ կասկածեց, որ կարող է արդեն անցել լիարդին։ Երկրորդ սկաները արեցին 2 օր հետո, հատուկ առաջնակարգ ապարատուրայով միայն լիարդի համար, որ տեսնեն դա ինչ է, ապարատը գրանցեց, որ դա բարորակ ինչ-որ բան է լիարդի վրա, չարորակ չի այնտեղ։ Պրոֆեսորը շատ ուրախացավ այս բանից եւ ասեց, որ ես շատ ուրախ եմ, իմիջիայլոց ասեմ, որ սկաները երբ որ գնում է, այդ սիսերը իմ ոտքի մեջ էր արդեն։ Սիսերը ոտքիս մեջ էր։ Բայց ոչ մի բան չես ասա իրաց։
Չէ, ես չեմ ասել, բայց պրոֆեսորը տեսավ, որ ին ոտքը կապած է, ինքը ասեց, ես ինչ ասի, ես բան եմ ընտրել, բուսաբուժություն եւ այդտեղ Սիսերոն մեր հայ ֆիզիկոսը Ամերիկայում գտել է, թե ոնց կարելի է ռակը բուժել։ Ինքը բացարձակ ոչինչ չասեց ինձ, ոչ մի բան, ոչ մի ռեակցիա չտվեց։ Հետո ինքը շատ ուրախացել էր, որ լիարդը մաքուր է, ասել էր, որ սա մեծ շանս է, քանի լիարդը մաքուր է, անմիջապես պետք է օպերացիա անել, մաքրել ամբողջ մարմինը, նրանից հետո քիմիոթերապիա տալ։ Ինքը ուղարկեց ինձ մի փաստաթուղթ, ես եկատում ուղարկեց նամակ, հիմա ասեմ, որ այդ բոլոր ստուգումները, պետսկաների այդ CD-ները, DVD-ները, ամբողջը պահում եմ, փաստաթղթերը պրոֆեսորի եւ նրա նամակը, որ նամակ ուղարկեց ինձ հիվանդանոցից, որ 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ձեզ համար արդեն տեղ է պատրաստ, հոսպիտալում անմիջապես պետք է հոսպիտալիզացնել ձեզ, օպերացիա անել։ Ամսի 10-ին ես պետք է գնայի նորմալ հոսպիտալում մնալու համար, որպեսզի օպերացիան իրանք սկսեին։ Ես ամսի 9-ին ինտերնետով իրեն նամակ գրեցի պրոֆեսորին, որ շատ շնորհակալություն ձեր արած ամեն ինչի համար, բայց ես հրաժարվում եմ օպերացիայից եւ քիմիայից։ Ինձ կներեք, ես ընտրել եմ բուսաբուժությունը եւ ես բուսաբուժությունը պետք է շարունակեմ։ Ես չեմ ուզում ոչ օպերացիա, ոչ քիմիա։ Ես չեմ գալու օպերացիայի եւ ուզում եմ ձեզ հայտնել, որ այսքանից հետո միևնույն է, դուք մնում եք իմ բժիշկը եւ ես ձեզ մոտ կգամ ստուգումների, երբ որ իմ սիսեռաբուժությունը կդառնա 3 ամսվա, որովհետեւ Ջորջ Աշկարն ինձ ասում էր, երբ որ 3 ամիս կանցնի, դու կգնաս ստուգման, անպայման այնտեղ ինչ որ փոփոխություն կլինի, բայց դու պետք է շարունակես այդ սիսեռաբուժությունը, մինչեւ ամբողջ մարմինդ մաքրվի այդ թույներից։ Ու ես այդպես գրեցի իմ նամակից պրոֆեսորը եկել էր հանկարծակի ու ինքը մի շատ խիստ նամակ գրեց ինձ, իր պատասխանն ունեմ ես, իր գրած այդ պատասխանը, որ շատ ափսոսում եմ ձեզ համար, որ դուք այսպիսի պատասխան եք գրել ու չեք ենթարկվում բժշկությանը։ Ձեզ պետք է ասեմ, որ ձեր ընտրած մեթոդը ձեզ երբեք չի օգնելու եւ դուք 1 ամիս հետո շատ ուշ է լինելու, 1 ամիս հետո անգամ մենք հնարավորություն այլևս չենք ունենա ձեզ օպերացիա անելու։ Սա միակ շանսն էր, ինչ որ դուք ունեիք, որ կարող էինք հանկարծ ինչ որ ձևով հրաշքով ձեր կյանքը փրկվել, բայց դուք ձեզ զրկեցիք այդ վերջին շանսից։ Եվ ես շատ ցավում եմ դրա համար։ Այդպես գրել էր ու ավելացրել էր վերջում, որ եթե այդպես է, դուք այլևս ինձ չեք հետաքրքրում, այլևս ես ձեր բժիշկը չեմ։ Ուզեցել էր ասել, որ այդ ստուգումներին անգամ կարող եք չգալ։ Այդպես ես մնացի փաստորեն մենակ իմ հիվանդության հետ։ Ինչքան պետք է ուժեղ լինեի, ահա որ վիճակի մեջ էի ես։ Մեծ աղջիկս խնդրում էր ինձ, որ մամա, այսի վերջի շանսն է, ես շատ եմ խնդրում, վերկաց գնա թող օպերացիա անեն, քիմիա անեն, կարող է լավանաս, լիարդի մեջ չկա տեղը, ասի չէ, ես չեմ գնում։ Ինչ որ ներքին մի ձայնի շեր թողում գնայի։ Ու այդ ձայնը ես շատ պարզ զգում էի, ես նույնիսկ կարամ ասեմ անձնավորություն։ Այդքան որ պարզ էի զգում, նյութական էի զգում այդ ուժը, ինձ ներսից քաշում էր, չէր թողում գնայի այդ ճանապարհով, բժշկի չէր թողում գնայի, ու երբ որ ես այդ նամակը գրեցի, որ ես չեմ գալու, մի անգամից իմ ստրեսներն անցան, ես մի անգամից հանգստացա, այդ իմ ներքին ձայնն էր, որ համաձայնվեցի իր հետ, ինք արդեն հանգստացավ իմ մեջ, ես մնացի այդպես, չգնացի, բայց այնքան անհանգիստ էի, այնքան վախեցած ավելի շուտ, որ ամեն 2 օրը մեկ, եթե չասեմ ամեն օր համարյա վախից նամակներ էի գրում, այսպես պատճառներ էի գտնում, որ նամակ գրեի Ամերիկա Ջորջ Աշկարին ինտերնետով։ Ջորջ Աշկարը իրան երևի 40-ից ավելի նամակներ եմ գրել։ Անմիջապես պատասխանում էր ու միշտ բոլոր պատասխաններն ըլնում էր, որ հանգիստ մնա, կբուժվես, դու անպայման կբուժվես, եթե քիմիա չես ընդունել, ուրեմն կբուժվես, հանգիստ մնա քո տեղը։
իր նամակները ինձ շատ հուսադրում էին, այդ էր միակ հուսադրող բանը։ Ես վերկացա գնացի իմ ընտանեկան բժշկի մոտ, իմ ընտանեկան բժիշկ արդեն 2 հատ ֆաքս էր ստացել պրոֆեսորից, շատ բարկացած գրել էր պրոֆեսորի ընտանեկան բժշկին, որ պացիենտը չի ենթարկվում ինձ, չի գալիս բանի, այս օպերացիայի եւ քիմիայի, եւ ես շատ ափսոսում եմ դրա համար։ Մեկ ամիս հետո իր համար թագավորական կլինիկայի պրոֆեսորը Պրոֆեսոր այնտեղ էլ, ուրեմն ասեմ, որ ոչ միայն այնտեղ սկաներ ֆոտո արեցին, այլ նաև այս առաջին հիվանդանոցից պրոֆեսորը պահանջեց իմ այս պունկցիայի կտորները, որ կտորներ էին հանել, այս կտորները տարան այդ թագավորական հիվանդանոց, այնտեղ լաբորատորիայի պրոֆեսոր Մուրմանը ստուգեց նորից այդ կտորները ու նույն դիագնոզը տվեց, որ չարորակ ուռուցք կա մետաստազներով ուռուցքի գրեց թե ինչ տիպի է նույնիսկ այդ ուռուցքը այդպես վերջը ես մնացել էի մենակ ու գնացի իմ ընտանեկան բժշկի մոտ բժիշկս ասեց որ 2 հատ ֆաքս եմ ստացել Սվետը ասեց այս պրոֆեսորից շատ բարկացած է ինքը գրում է որ մենք անչափ մեծ հետազոտություն կատարեցինք լաբորատորիայում մենակ 3 տարբեր պրոֆեսորներ են ստուգել իր այս կտորները ու իր մոտ շատ բարդ վիճակ է ինքը անմիջապես քանի չի անցել իարթի մեջ նա պետք է ուրախ լինի ու գա որ մենք բացենք հանենք միջից այդ ուռուցքները եւ քիմիա անենք բայց պացիենտը հրաժարվում է ենթարկվելու մեզ որի համար ես շատ ափսոսում եմ դուք որպես իր բժիշկ պետք է իմանաք որ իր կյանքը շատ կարճ է ինքը չի կարող այն մեթոդը ինչ որ ընտրել չի նշել բուսաբուժություն կամ ինչ գրել է այն մեթոդը ինչ որ ինքը ընտրել է այդ մեթոդը իրան չի փրկելու եւ շատ ուշ ալնելու մի ամսից իր համար որի համար ես շատ ափսոսում եմ Իմ ընտանեկան բժիշկը սկսեց այդ օր ինձ համոզել անգամ խնդրում էր այդ մարդը ասում էր ես խնդրում եմ քեզ Սվետա խնդրում եմ գնա թող անեն սա քո վերջի շանսն է ես ասեցի չէ քիմիայով իմ ամբողջ իմունիտետ համակարգը կկոտրվի ես դա շատ լավ գիտեմ որ քիմիան առաջին հերթին կոտրում է իմունիտետը այսինքն այն ինչ որ պահում է մեր օրգանիզմը Ինչ գիտեի, առավոտից երեկո նստում էի կամպյուտերի առաջ արդեն չէի կարողանում հանգստանալ, նույնիսկ գիշերները, մինչև լուսադեմ ու կարդում էի ամբողջ սայտերը, ինչ գրված է այս քաղցկեղի մասին, արդեն դարձել էի մասնագետ համարյա, այնքան կարդացել էի ու ես ասեցի, ասի իմունիտետ իմ համակարգը կկոտրվի, իմունիտետ համակարգս կոտրվա, իմ մարմինը չի կարա, ոչ մի հիվանդության դեմ պայքարի մանավանդ քաղցկեղի նման ծանր հիվանդության դեմ։ Ես չեմ գնում քիմիայի, ոչ էլ օպերացիայի, վերջ տվեք, չեմ գնում, մոտ կես ժամ ինձ համոզում էր ընտանեկան բժիշկս, տեսա, որ հնարավոր չի, ամուսինս հետս էր, ամուսինս ասում էր, ես չգիտեմ, ես չեմ կարող, ոչ մի բան ասեմ, ինքը ասում է, ներքին ձայնս ինձ թելադրում է ուրիշ բան։ Ընտանեկան բժիշկս ասեց շատ ափսոս, բայց հետո որ արդեն ուշ լինի, լավ չլինի ասեց, դու իմացի, ես քեզ այսքան համոզել եմ, դա արդեն քո ընտրությունն է։ Ասեցի հա իմ ընտրությունն է, մենակ ես ձեզ խնդրում եմ, տեսեք բոլորը հրաժարվել են ինձանից, մնացել եք մենակ դուք, խնդրում եմ դուք ինձ հետ եք, ինձ պետք է միայն, որ ես գամ այրուն հանձնեմ, այրունով ստուգենք, տեսնենք ինչ փոփոխություն կա։ Բժիշկը ասեց շատ լավ, բայց ինձ հետաքրքրում է քո սիսեռաբուժությունը, բացի ոտքդ տեսնեմ, ես բացեցի, ինքը կռացավ իմ առաջ, տեսավ սիսեռը ոտքիս մեջ դրած, շատ զարմացավ, ասեց այ քեզ բան ոտքդ չի ցավում, ասի բացարձակ չի ցավում, ես չգիտեմ այնտեղ բան գոյություն ունի, թե գոյություն չունի, ասեց սա շատ հետաքրքիր բան է, բայց ես վախենում եմ, գուցե ինֆեկցիա կանցնի։ Ասեցի չէ, ես տեսել եմ Ջորջ Աշկարի ոտքը, նա ինքը իրան բուժել է ու ոչ մի ինֆեկցիա չի անցել, ասի, երբ որ Պորշա գնացի, այդ դահլիճում լիքը մարդիկ էին հավաքված, նույնիսկ բժիշկներ կային, եւ այդ բժիշկները կամովին դրեցին սիսեռը իրանց ոտքին։ Ես դա իմ աչքով եմ տեսել ու վկայում եմ։ Ու բժիշկը ասեց շատ լավ ասեց, ես քեզ հետ եմ Սվետա, եթե դու ընտրել ես այդ մեթոդը, ես քեզ հետ եմ։ Մնացինք ես եւ իմ ընտանեկան բժիշկը ինքը ասեց բայց դու ամեն ամիս պետք է այրուն հանձնես ապահովության համար ես շատ անհանգիստ եմ քեզ համար ասի խնդրեմ ամեն ամիս ես կգամ ու կանձնեմ այդ այրունը ու ես
ես գնացի հանձնելու այրունը։ Առաջին այս ամիսը 10 օր հետո հանձնեցի նորից, հետո 20-րդ օրը, ասեմ, որ այրանս անալիզների մեջ ցույց էր տալիս ոչ միայն այդ քաղցկեղի բջիջները մետաստազների, այլև ցույց էր տալի շատ բարձր էր ինֆեկցիան եւ բակտերիաները։ Դա բնական բան է, ես իմացա, բժիշկս ասեց, որ քաղցկեղի դեպքում դա ալնում է, բնական բան է, ահա որ չափերի էր դա հասնում։ Երբ որ սիսերը դնելու 14-րդ օրը ես նորից այրուն հանձնեցի, այդ ինֆեկցիան ու բակտերիաները հասել էին ահռելի քանակության։ Այդտեղ արդեն բժիշկս անհանգստացավ, ընտանեկան բժիշկը ասեց, տես ասեց, ինձ թվում է այդ քո սիսերից է, որ նորից էլի բարձրանում է ու այդքան արագ է ինֆեկցիան ու բակտերիաները։ Ես ասեցի, դա հնարավոր բան չի, որտեղ ես այնքան էի հավատում սիսերաբուժությանը, ասի դա հնարավոր բան չի, բժիշկ, սիսերը չի թողնում ոչ մի ինֆեկցիա անցնի, եթե ինֆեկցիա ուներ ոտքից մեջ պիտի ցավ այդ վերքը, բայց բացարձակ ցավ չեմ զգում, ու ձեռքով սենց հարվածում էի այդ սիսերի այդ վերքին, ասում էի տեսեք, բացարձակ ցավ չեմ զգում ես, ոնց կարող է պատահի տեղից ինֆեկցիա անցնի, ասեց ահռելի բարձրացել է նորից էլի այդ, այսինքն սիսերը դնելուց առաջ ինչքան որ այրուն էի տալիս շուշ, բարձրանում էր, ամեն այրուն տալուց արագ բարձրանում էր այդ բանը։ Հիմա սիսերը դնելու 14-րդ օրը ավելի էր բարձրացել։ Ուրս ասեց, ասի 14 օրը շատ քիչ ժամանակ է, որպեսզի աշխատի սիսերը տարբերություն տա։ Երբ որ սիսերը արդեն 1 ամիս էր ոտքիս մեջ, 1 ամիս հետո գնացի նորից, այսինքն այս որ ասում եմ ավելի բարձրացել, դրանից նորից 15 օր հետո 16 օր հետո նորից այրուն տվեցի։ Այդ ժամանակ տեսանք, որ ինֆեկցիան ու բակտերիան իջել են, աղակին իջել է չափսը, բայց նորմայի մեջ չի դեռ։ Երբ որ լրացավ ամիս ու կեսը սիսերի դնելու, նորից այրուն տվեցի ու բժիշկը ասեց սա հրաշք է, զարմանք բան է, այլևս ոչ մի ինֆեկցիա, բակտերիա գոյություն չուներ իմ մարմնում։ Երբ որ ամիս ու կես էի դրել սիսերը, սա ասեց սա հրաշք է, առանց անտիբիոտիկաների, առանց բուժման այս վիճակով ու սա հենց մեծ բան։ Աղջիկս խոսացել էր թագավորական հիվանդանոցի լաբորատորիայի բժշկի հետ, որը անմիջապես հենց քաղցկեղներն է ստուգում լաբորատորիայում ու ասել էր, որ մամաս բուսաբուժությամբ հասել է նրան այս ամսի կեսում, որ իր մոտ լրիվ այդ ինֆեկցիան բակտերիան վերացել է։ Այս բժիշկը ասել է, դա հնարավոր բան չի։ Ասել էր, հա մաման ունի բոլոր անալիզները, պատասխաններն ունի բոլոր անալիզների, չկա այլևս չկա ոչ մի ինֆեկցիա ու բակտերիա, բայց այդ բաները քաղցկեղը ցույց տվող դեռ մարմնի մեջ են կամ ցույց է տալիս։ Սա ասել էր, սա հրաշքին հավասար բան է, առանց անտիբիոտիկաների, ասել էր, անտիբիոտիկաները խմում են ընդհանրապես, եթե մենակ դա է պրոբլեմը, բայց քաղցկեղի դեպքում հենց բարձրանում է այդ ինֆեկցիան ու բակտերիան ու քաղցկեղի դեպքում դա վերանա, ասել էր, առանց որևիցե բանի, առանց քիմիայի, նորմալը քիմիա են անում, որ դրական արդյունք է գալի, ու ասել էր, դա իսկապես հրաշք է։ Այդպես մնացի, ամեն ամիս այրուն էի տալի, շատ լավ էր, ինֆեկցիա բակտերիա չկար, բայց այդ բանը կար ու բժիշկը ինձ չէր ասում, որ դա շատ բարձր չափի է այդ ինչ որ ցույց է տալիս, որ այնտեղ քաղցկեղ կա մետաստազներով։ Ինձ չէր ասում, որ ես չվախենամ, դե ես չէի հասկանում, որը պիտի նայեմ, որը բոլոր այդ անալիզի պատասխանները հիմա ես ունեմ։ Ամեն ամիս այրուն եմ տվել 1 տարի ու կես շարունակ։ Ու անցավ ժամանակ, ես ինձ շատ լավ էի զգում, երբ որ 3-րդ ամիսն անցավ արդեն, ասեմ, որ նախկինում ուժեղ պրիստուպներ ունեի, հենց ձախ կողմում շատ ցավեր ունեի, այս ցավերը հասնում էր այն աստիճանին, որ չէի կարողանում ամբողջ օրը գիշերը հանգստանայի, ու բժիշկը անընդհատ գալիս սրսկում էր ինձ այդ ժամանակ։ Այսինքն ցավազրկող էր սրսկում։ Այո, ցավազրկող էր սրսկում, որ իմ ցավերը քչանան։ Երբ որ արդեն սիսերը դրել էի, անցավ 3 ամիս, 4-րդ ամսից իմ բոլոր ցավերը վերջացան։ Ոչ միայն ցավը անընդհատ կար, այլ նաև ցավը անընդհատ կար։
թույլ վիճակում, բայց ուժեղ պրիստուպներ էին տալի երբեմն 10-15 օրը մեկ։ 4-րդ ամսից բոլոր ցավերս վերացան արդեն։ Այդ պրիստուպներն էլ վերացան։ Չգիտեի ցավեր ունեցել եմ, թե չեմ ունեցել։ Այդպես մնացի մինչև 10-րդ ամիս։ 10-րդ ինձ շատ լավ էի զգում, շատ առույգ էի զգում, գլխապտույտներս լրիվ անցել էին, ցավերս լրիվ անցել էին, ու ես ինձ շատ լավ էի, հոգնածությունս անցել էր ասեմ։ Ես գնացի բժշկի մոտ, երբ որ 4-րդ ամիսը լրացավ, արդեն սիսերը ոտքիս մեջ էր, ես գնացի բժշկի մոտ, ասացի, ես խնդրում եմ, թույլ տվեք ինձ, ես գնամ աշխատանքի։ Բժիշկը կտրականապես մերժեց, ասեց, դա չի կարելի, Սվետլանա, դու պետք է ասինչա, դուք սպասում եք իմ մահվանը, ես պիտի գնամ աշխատանքի, դա ինձ շատ անհրաժեշտ է, ասեց ինչ-որ ֆինանսապես, ասի ոչ, հոգեբանորեն, ասցի, հոգեբանորեն ես ուզում եմ ինձ լիարժեք մարդ զգալ, ես ինձ լավ եմ զգում, առողջ եմ զգում, ասցի, ուժեղ եմ, կարող եմ աշխատել, թույլ տվեք ես գնամ ֆաբրիկա աշխատելու։ Ու բժիշկը թույլ տվեց։ Երբ որ սիսերը ոտքիս մեջ էր 4 ամիս և 10 օր։ Ինձ թույլ տվեց ես գնացի աշխատանքի։ Ամեն օր 1 կիլոմետր հեծանի որ գնում էի աշխատանքի 1 կիլոմետր հետ էի գալի, այդ սիսերը իմ ոտքի մեջ։ Օրը 2 անգամ փոխում էի, առավոտյան և երեկոյան։ Այդպես աշխատեցի և ապրեցի մինչև 10-րդ ամիս։ Երբ 10-րդ ամիսը լրացավ, դա ուրեմն 2010 թվականի հուլիս ամիսն էր։ Հունիս ամսի, երբ որ անալիզ էի տվել, նորից այդ բաները, ուրեմն բարձր էին եղել շատ, քաղցկեղը ցույց տվող։ Երբ որ արդեն անալիզ տվեցի հուլիս ամսին, 1 ամսվա տարբերությամբ, մի անգամից սրանք իջելու նորմայի մեջ էին եղել։ Երբ որ գնացի անալիզի պատասխանին, ընտանեկան բժիշկս այսպես ապշած, ինձ այսպես արեց մատով։ Այսպես անալիզները Սվետա, ասեց սա հրաշք է, խնդրում եմ ինչ կլինի նորից բացի ոտքդ նայեմ։ Ասի խնդրեմ, բացեցի նորից ոտքս կռացավ, արդեն սիսերը դրած անցքի կողքը, այսպես մկոտ, մուգ կապույտ, սևին խփող բան էր առաջացել, շրջանակ։ Ինքը վախեցավ որ տեսավ, ասեց, ինչ բան ասեց։ Ասեցի դուք մի վախեցեք, այդպես ելնում է, հետո երբ որ ասի կեղտոտ այրուն ու թարախա դուրս գալիս շատ մեծ քանակությամբ, այս սևը փոքրանում վերջանում է, գույնը բացվում դառնում է ոտքից գույնը։ Միշտ հավաքվում է այդ կեղտոտը, դուրս գալուց հետո նորմալանում է։ Ասեց չի ցավում, ասի չէ, մատով ստուգեց, ես իրեն իհարկե խնդրեցի, ասի բժիշկ եկեք մի բան անենք ասցի, վերցրեք ես դուրս եկած այրունն ու թարախը այդ անցքից, ուղարկենք լաբորատոր ստուգման, տեսնենք ինչ է ցույց տալիս։ Ասեց չէ, ես այդպիսի բան չեմ կարող անել։ Այդ հրաժարվավ ինքը անել։ Ինքը 3 անգամ ստուգել է ոտքս, 3 տարբեր ժամանակներ։ Հետո ասեց սա իսկականի շատ հետաքրքիր դեպք է, եթե դու լավանաս, ես հաստատ կհավատամ, ասեց դրան, բայց դու ասեց 10 ամիսը ապրում ես։ Ու վերցրեց հեռախոսը, զանգեց թագավորական հիվանդանոց, պրոֆեսորին։ Ասեց դուք գիտեք, ասեց, այս կինը ներկայացրեց, նրանք իհարկե լավ հիշում էին, ասեցին, հա, իմիջայլոց ասեմ, ասեց ես զանգել եմ ձեզ Սվետլանա Մարգարյանի համար, պրոֆեսորն այնտեղից ասեց ոնց, այդ կինը ապրում է դեռ, ասեց այո, ապրում է և աշխատում է ինքը, և իրան շատ լավ ազգում, ասեցին ոնց, ինչ արել, ասեց ոչինչ, իրա այդ սիսերաբուժությունն է արել մենակ, և այսօր անալիզի պատասխաններն եկել է, այրունը լրիվ մաքուր է, լրիվ նորմայի մեջ է այրունը։ Այնտեղից բժիշկը, այդ պրոֆեսորն ասեց, դա հնարավոր բան չի, ինձ թվում է նա ձեզանից գաղտնի գնացել է երևի ուրիշ տեղ կամ ուրիշ երկիր, այնտեղ քիմիա է արել։ Այդպես ասեց այդ պրոֆեսորը, ասեց ոչ, ես էդի հաստատ ձեզ կարող եմ ասել, այդ կինը ոչ միտեղ չի գնացել, նա բացարձակ իմ հսկողության տակ է, ամեն ամիս ինձ մոտ այրուն հանձնում ասեց, նա ընդհանրապես ոչ մի բժշկի մոտ չի գնացել ինձանից բացի։ Ասեց չհասկացանք, պրոֆեսորն ասեց, այ քեզ հրաշք, այդպիսի բան չէր կարող լինել։ Ասեց այո, այդպես է։ Ասեց դե թող մնա այդպես, հələ տեսնենք հետո ինչ է դուրս գալիս։ Ուրիշ ոչ մի բան։ Ես այդպես մնացի, դրանից հետո իմիջայլոց ասեմ, սա ես մոռացա ասել, դա 10-րդ ամսին էր, երբ որ արդեն այրունս լրիվ մաքուր էր, բայց երբ որ սիսերաբուժությունը հասավ 6-րդ ամսին Ջորջ Աշխարհն ինձ նամակով գրեց,
որ Սվետա գնա հիմա արդեն 6 ամիս անցել մեծ փոփոխություն պիտի լինի գնա մի հատ թող սկաներ անեն ես գնացի սկաներ ֆոտո հանձնելու բայց չէի կարող գնալ թագավորական հիվանդանոց որտեղ այնտեղ արդեն էս պրոֆեսոր հրաժարվել էր ինձանից արդեն վտարել էի վտարել էին ինձ հա ես արդեն մտածեցի նաև օգտագործել պահը նորից մեկ անգամ էլ ստուգել ճիշտ էր իմ դիագնոզը արդյոք թե ճիշտ չէր կողքը մեծ քաղաք կա Կորտրիեկա կոչվում այնտեղ էլ մեծ կլինիկա կա ես խնդրեցի բժշկին որ ինքը նամակ տա ինձ որպեսզի ես գնամ այնտեղ սկաներային ֆոտո անեմ պետ սկաներ անցնեմ պետ սկաները սկսած 3 միլիմետրից մանագալի ամբողջ մարմնի մեջ ավտոմատ ինքը գտնում է որտեղ է այդ քաղցկեղը ու ցույց է տալիս սկսած 3 միլիմետր մեծությունից բժշկից ասացի խնդրում եմ եթե հանկարծ այնտեղից կհարցնեն օր վերցնելու ժամանակ կհարցնեն թե ինչի համար է սկաներ անում դուք ընդհանրապես մի ասեք ինչի համար դուք ասեք ուղղակի ուզում ա գա ստուգման այդքան բան մի ասեք իմ խնդրի մասին ինքը ծիծաղաց ասեց Սվետլանա ուզում ես գնաս ասեց կույր ձևով էլի որ չիմանան ստուգես հա բժիշկներին ասի հա նորից եմ ուզում ստուգեմ նորից մի անգամ ստուգեմ համոզվելու համար ասեց խնդրեմ այնտեղից հարցրել էին ինքն էլ ասել էր որ չէ ուղղակի իսկին ուզում ա գա տարիներ առաջ ինքը օպերացիա է տարել արգանդը հեռացրել են ինքը ուզում ա գա ուղղակի ստուգման ասել են խնդրեմ ես վերկացա գնացի նույն բանը ինձ հարցրեցին թե ինչի համար է ստուգման եկի ասացի ուղղակի ստուգման եմ եկել ուրիշ ոչ մի բան բա շատ լավ նյութերը ներարկեցին ես պետք սկաներ ֆոտո հանձնեցի նորից հիշեցնեմ որ սիսեռաբուժությունը ցյանս 6-րդ ամիսն էր լրացել արդեն այդ ժամանակ Եվ անալիզների պատասխանը ստացա, միջելուց ասեմ, որ անալիզների պատասխանը այդ ֆոտոն նայել էին մեկ պրոֆեսոր եւ մեկ բժիշկ միասին, ու երկուսով էլ ստորագրել տվել են, անալիզների պատասխանը եկավ, որ իրա այս ողնաշարի կողքը գտնվող աորտաների մոտ, արյունատար երակների մոտ, լիմֆոգեղձերը մեծացած են, ունի քաղցկեղ եւ մեզ իմիջիալոց ասեմ պետ սկաները հենց ինքը որոշում է դա չարորակ է թե բարորակ է եւ մեր համոզմամբ դա չարորակ ուռուցքա մետաստազներով նույն պատասխանը ստացա եւ երրորդ կլինիկայից արդեն եւ իրանք գրել էին չափսերը դե իրանք չգիտեին սկզբում ես ստուգման եմ գնացել ինչ չափսեր ա եղել ինչա իրանք գրել էին ամենամեծը որ գտնվում է աորտայի մոտ դա 2.6 սանտիմ է, այսինքն 4.6 սանտիմանոց այդ ուռուցքը 6 ամսում փոքրացել դարձել էր 2.6 սանտիմ։ Նրան կից երկրորդ մեծ ուռուցքը, որ 3.2 սանտիմ էր ցույց տվել 6 ամիս առաջ, այլևս չկար, լրիվ անհետացել էր։ Լիարդից վրա եղող այդ բարորակ բաները, որ կային, դրանք էլ էին անհետացել։ Մնացել էր մի հատը 1 սանտիմ մեծությամբ լիարդից վրա եղողը ու կոնքիս մասում եղած այդ ուռուցքները փոքրերը ավելի փոքրացել էին մետաստազները եւ իմ այս ոտքիս մեջ եղածը ազդրից մեջ եղած այդ փոքրը ավելի էր փոքրացել Երբ որ համեմատում ենք թագավորական հիվանդանոցի սկաներային պետ սկաների հետ, այսպես արդյունք։ Իմ ընտանեկան բժիշկը իհարկե շատ ուրախացավ այդ ժամանակ에։ Այս 6-րդ ամսվա մեջ էր, չէ՞։ 6-րդ ամսում, սիսեռաբուժության 6-րդ ամսում։ Հա։ Բայց այրունս դեռ ցույց էր տալի, որ ուտեղ կան այդ բաները։ 10-րդ ամսում, ոնց որ արդեն պատմեցի, այլևս այրունս լրիվ մաքուր էր։ Երբ որ եկավ լրացավ սիսեռաբուժության 1 տարին, նորից գնացի սկաներային ֆոտո արեցի։ Ու սկաներային ֆոտոն ցույց տվեց, որ այս ուռուցքները, այն որ դարձել էր 2.6 սանտիմ, դա այդպես մնացել էր։ 1 սանտիմ ոչ ավելացել էր, ոչ պակասել էր։ Բայց կոնքից մեջ եղող ու ազդրից մեջ եղողը, դրանք նորից էին փոքրացել, ավելի էին փոքրացել։ Հա, բայց կային։ Բայց արյան անալիզը ցույց է տալի, որ կային։ Արյան անալիզը ցույց է տալի,
Այրան անալիզը չէ, տասը արդեն ցույց էր տալիս, Են մեկը այրան անալիզը որ ասում կա քաղցկեղը միացուցիչ կա։ Այլևս չկար։ Այրան անալիզը ցույց էր տալիս, որ լրի մաքուր է արդեն չկա։ Ես հենց այդ պատճառով Այո, 10-րդ ամսին այրան անալիզը ցույց էր տալի, որ չկա, բայց 1 տարին որ լրացած սկաներային ֆոտոն ցույց տվեց, որ այդտեղ այդպես բաներ կան, մի քիչ ավելի փոքրացած։ Ես գրեցի պարոն Աշխարհին, որ այս տեսակ բանը այրունը սենց է ցույց տալիս, դա այդպես, Աշխարհը պատասխանեցին, որ այլևս չվախենաս, քո մարմինը շատ լավ վիճակում է, արդեն ամբողջ կանցերոգենից մաքրված է եւ դա սնուցող բան չունի ու ինքը չի էլ աճելու ընդհակառակը քանի որ սնուցող բան չկա արդեն կանցերոգենը դուրս եկած կոմարից դա կարող է արդեն փոքրանա ու վերանա իսկ եթե չի փոքրանա այդպես կմնա էլ դա այլևս ոչ մեծ կմեծանա ոչ քեզ վնաս կտա սա մեռած բան է արդեն դառնում կոմարնում ու այդպես մնաց ես սիսերաբուժությամբ զբաղվեցի 1 տարի 4 ամիս երբ որ 1 տարի 4 ամիսը լրացավ արդեն զգացի որ ոտքիցս մաքուր ջուր է գալիս պետք է սիսերը պահես ոտքիդ մեջ այնքան ժամանակ մինչև այդ ամբողջ այրունը թարախը գա թափվի մարմնիցդ եւ 2 շաբաթ շարունակ եթե ամեն օր մաքուր զուլալ ջուր նույնիսկ մարդը չի կարող պատկերացնել ես օրինակ չի պատկերացնում ոնց կարող է պատահի եթե մարդու այրան մեջ ավիշ կա ոնց կարող է պատահի մաքուր զուլալ սպիտակ ջուր գա կգա առնվազն երևի դեղին գույնի բայց գալիս է մաքուր զուլալ ոնց որ ծորակից լցրած ջուր Պիպետկայով կաթացնես այդտեղ, այդքան մաքուր ջուր, ամեն օր փոխելուն, եթե 2 շաբաթ շարունակ, ամեն փոխելուն, այդքան մաքուր ջուր գա, ոչ մի կապլի անգամ, այրուն կամ թարախ չգա ոտքից, նշանակում է մարմինը արդեն մաքրված է, դա ինձ մոտ եղավ, երբ որ սիսերը իմ ոտքի մեջ էր արդեն 1 տարի 4 ամիս, հանեցի, սիսերը հանեցի, 3 օր առանց սիսերի միայն կաղամբի տերևը դրեցի, կապեցի, անցքը փակվեց, բայց փակվեց, հա? 3 օրից լրիվ կարող եմ ասել նույնիսկ երկրորդ օրն էր արդեն լրիվ փակ լցված էր անցքը, բայց չորանալը տևեց մոտ 10 օր, 10-15 օր այդպես, լրիվ չորացավ, դարձավ վերք, այդ վերքը պոկվավ, բացարձակ իմ ոտքի վրա, դուք տեսաք, չէ՞ ես ցույց տվեցի ձեզ։ Միջև տեսել եմ։ Իմ ոտքի վրա մնացել է այդ հետքը, բայց բացարձակ այսպես փոսիկ չի առաջացել, լրիվ հավասար է այդտեղ իմ ոտքին, ընդհանրապես հետքն է մնացել։ Հիմա ես լսում եմ հաղորդումներ, օրինակ Ջորջ Աշխարհի հետ հաղորդում եղավ Հայաստանում, օնկոլոգները խոսում էին, ներկայացնում էին ոտքի վրա այդ հետքերը, այո, այդ հետքերը, ինչա, բժշկական օպերացիաներից հետքեր չեն մնում մարդու մարմնի վրա։ Չեն մնում։ Կյանքի հարց է, հիմա ոտքի վրայի հետքերի մասին եք մտածում։ Իհարկե, այդպես Հիմա ես նորից էլի 3 հիմա իմ բժիշկը ասեց, որ 3 ամիսը մեկ դու արի արդեն այրուն տուր։ Արդեն այսօր որ ստացակ անալիզը, որից այս խոսակցությունը բացվեց, այս ոգևորել է, չէ՞ ձեզ, որ վերջացավ արդեն։ Շատ է ոգևորել, որովհետև շատ է ոգևորել, որովհետև երեք ես վերջին անգամ այրան անալիզ եմ տվել, այսօր արդեն ստացել եմ, ուրեմն այստեղ կա գրվում է, ոնց որ ասեցի, օնկոգեն մերկերս, CEA 125, CEA 125, սա արդեն 0.8 է, գոյություն չունի այլևս, գոյություն չունի բացարձակապես։ Վերջացավ։ Հիմա իմ մեջ կա այդ ուռուցքը, թե չկա, դա այլևս ինձ չի հետաքրքրում։ Ես ինձ հոյակապ եմ զգում, ոչ հոգնում եմ։ Տեսնում եք, նստած խոսում եմ, կասեք, որ ես հիվանդ եմ։ Ոչ հոգնում եմ, ոչ գլխապտույտներ ունեմ, աշխատում եմ, նորմալ կյանքով ապրում եմ։ Բայց որ գրում եք ամեն օր գրում եք Սվետա։ Իսկ ինձ կներեք, պարոն Քեմիջան, սա նորից հիշեցնեմ, իսկ ինձ բժիշկները տվել էին 3 ամսվա կյանք այս ձևով, բայց ես հիմա
ապրում եմ բժիշկների այդ տված կյանքի օրվանից 2 տարի 3 ամիս արդեն։ Ավել, այսինքն այդքան Ես առաջ ունեմ այս հաստության բժշկական ստուգումների թղթեր։ Բոլոր թղթերը Բելգիայի թվով, Բելգիայի ընդհանուր քանակությամբ, ուրեմն թվով 20 բժշկի եզրակացություն ունեմ, 20 բժշկից 3-ը պրոֆեսորներ են, և այդ 20 բժիշկները 3 տարբեր կլինիկաների բժիշկներ են, խնդրեմ։ Հիմա ես Իսկ ես այսօր ապրում եմ, ինձ շատ լավ որ ես հաղորդումը մոտենում եմ ավարտին, փաստորեն նորից ծանոթացնեմ, որովհետև հիմա դու բանից դուրս եկավ նաև քաղցկեղը հաղթած մարդ ես, այն որ դու հաղթել ես կյանքում շատ բաներ, այդ մասին Եթե կներեք, այո, կներեք մի բան ուզում եմ ասել, որևիցե մեկը, ըլնի դա մասնագետ, բժիշկ, ցանկացած մարդ, եթե չի հավատա, ես պատրաստ եմ ամբողջ իմ ստուգման այդ թղթերը, անալիզները, պետսկաների DVD-ները, ամբողջը տրամադրել, ցանկացած մարդու թող տանեն ստուգեն։ Ես կարծում եմ, որ այս հաղորդումը պետք չի այդ մասին խոսել, վերջինը չի, այլ սկսում է մի նոր ճյուղ, որտեղ քո եւ էլի մարդիկ կլինեն, որոնք այս գործի մեջ կգտնվեն եւ կմասնակցեն։ Այո, կամ ես գիտեմ նրանց։ Դրանք կներկայացնենք։ Հիմա ես ձեզ հետեւյալն եմ ասում։ Դուք գրում եք նաեւ կրակոց թիկունքից 12-րդ սերիայի մեջ եք, չէ՞, լույս աշխարհի մեջ հերթով գնում է։ Այսինքն քաղաքականության մեջ ամբողջ մեր պատմությանը, պատմությունն է, դուք գրում եք այդ կրակոց թիկունքից, հիմա այսօր կրակոց թիկունքից արիք, թե դիմացից դասական բժշկությանը ձեր կյանքն ու գործնեությունը հիվանդության մեջ ցուցադրելով եւ պատմելով։ Փաստորեն դուք առանձնահատուկ անձնավորություն եք, Սվետլանա։ Դրա համար մենք ուրախ ենք։ Ես չգիտեմ ինչի կյանքը ամենադառը բաները բաժին հասցրեց ինձ, բայց ես հավատում եմ հնդկական կարմայի օրենքին, երևի դա իմ կարմայից էր։ Ես լուր տարա իմ ամբողջ այդ բաները ինչ որ բաժին եկավ ինձ եւ ուզում եմ ասել բժշկությունը որ ասում է սիսեռաբուժությունը այսպես հարցակումներ են գործում Ջորջ Աշխարհի դեմ ու ասում են սիսեռաբուժությունը դա ոչ մի գիտական բանի չի համապատասխանում իսկ ինչա իրան գիտականորեն կարողանում են բացատրել ինչ բանա քաղցկեղը ու գտնել այդ բուժման ձևը չեն կարողանում գտնել թողնի գիտական չի դա ինձ չի հետաքրքրում գիտական չի սիսեռաբուժությունը Ես դա ուզում եմ ասել, որ մարդիկ իմանան, սիսեռաբուժությունը դա արհեստական չիբանի պրոցես ընդամենը, չիբանի պրոցես, որի միջոցով մարդու մարմնի ամբողջ կեղտերը, թույները գալի մաքրվում են։ Սա է ընդամենը, ուրիշ ոչ մի բան չի։ Իսկ մենք գիտենք, չիբանը առողջ հարարա։ Դե թող գնան հիմա այս բժիշկներն ու պրոֆեսորները ստուգեն ու մտածեն, թե դա ինչ է։ Ոնց է այս մարդը սարքում դա։ Հա, սարակ մի հատ մեթոդով եւ բուժումը առանց կոպեկի։ Ոչ մի կոպեկ փող չվերցվեց։ Հա, կոպեկ փող չվերցվեց, չէ, մեջտեղն էլ փող չկա։ Սվետլանա, մենք սա վերջի հաղորդումը չի, երբ որ դուք կվերադառնաք նորից հեռուստատեսություն, հա, դուք ասում եք ինչ որ մի ձայն ձեր պատմելու ընթացքում ինձ ասում եք որ չգնաս այդ քիմիային։ Կարող է այդ լույս աշխարհի ձայնն ա եղել, որ քեզ ասում է դու պետք ես լույս աշխարհին, դու պիտի գաս գրես, գիրք պիտի գրես, աշխարհի ձայնը չէր դա։ Բա ի՞նչ ձայն էր։ Հիմա դու բռնված լույս աշխարհի մեջ։ Չէ, պարոն Քիրեմիջանի, իմիջիալոց պիտի ասեմ, ես մինչև այդ քաղցկեղով հիվանդանալը, այսինքն մինչև իմանալը ավելի շուտ, մինչև 2009 թվականի սեպտեմբերը, ես արդեն սկսել էի գրել կրակոց թիկունքից, հենց այդ վերնագրով ունեմ արդեն ահագին գրած, դա այն ժամանակ, հետո որ արդեն մեջտեղ եկավ այդ հիվանդությունը, շատ բաներ, մեր ամբողջ ընտանիքը նախ ստրեսների մեջ ընկավ, ես դա մի կողմ դրեցի, մեծ աղջիկս կոնսերվատորիան ավարտել էր եւ ընդունվել էր Բարսելոնայի ասպիրանտուրան, ինքը չկարողացավ դասերի գնալ։
թողեց այդ ասպիրանտուրայի սովորելը, շատ բաներով տուժեցինք մենք, շատ գումարներ ծախսեցի, տարբեր բժիշկների մոտ գնացի, Հոլանդիայում կա մեծ կլինիկա, կոչվում է բիոկլինիկա, այդպես հոլանդացիները ընդունում են դա օֆիցիալ ձևով, բիոկլինիկան աշխատում է նորմալ կլինիկայի բժիշկների հետ միասին, ես գնացի այնտեղ պրոֆեսորների մոտ, այդտեղ միայն պրոֆեսորի մոտ մտնել, խոսելը 130 եվրո արժի։ Նա ինձ տվեց մեկ հատ վիտամին ընդամենը, դե իրենց մոտ ամեն ինչը բուսական է, մի վիտամինի համար ես մուծել եմ 240 եվրո, եւ բուսական այդ բուժումները ընդհանրապես այս ապահովագրությունը բժշկական ետ չի վերադարձում այդ գումարները։ Ես երկու անգամ մենակ ես իմ ամուսինը եւ իմ մեծ աղջիկը միասին ինքնաթիռով գնացել ենք Պոլշա, հետ ենք եկել, այնտեղ հյուրանոց մնալը եւ այլն ամբողջը ծախսեր են։ Սվետլանա, ժամը ներողություն, ծախսերը հետո։ Հիմա դժվարությունները դուք անցել եք։ Մենք պայմանավորենք, որ երբ կվերադառնանք, մենք նորից այս հաղորդումը կշարունակենք այս թեմայի շուրջը։ Իսկ դուք Կրակոս թիկունքից շարունակեք, որը հրատարակվում լույս աշխարհում։ Անպայման։ Սրանով շնորհակալություն հայտնել եւ ստեսություն, բարի ճանապարհ մաղթել եւ բարի վերադարձ։ Ստեսություն։ Առայժմ ձեզ։ Ստեսություն։